Ինչպես պետք է հեռացնել այս իշխանությանը, որն աղետաբեր է։ Իսկապես իրավիճակը շատ բարդ է եւ լուծումներ են պահանջում, որովհետեւ մեր հասարակությունը անընդհատ լուծում է պահանջում։ Հնարավոր է իմպիչմենտ։ Տեսականորեն հնարավոր է։ Այդ մարդկանց հետ եթե խոսեք, իրենք կասեն հետեւյալը, օրինակ, մենք ԿՊ-ի մեջ մարդիկ ունենք, կարելի է իրենց հետ աշխատել, բայց դա կներեք էլի, դա լուրջ չի։ Ժողովրդին պետքա հանել մի անգամ, եւ այդ մի անգամը պետքա ժողովուրդը գա ու այդ իշխանապողության փաստը արձանագրի։ Մենք տեսնում ենք լուրջ հակասություն, դուք խոսում եք համախմբման մասին, բայց ակնհայտ է լրջագույն հակասություն երկրորդ եւ երրորդ նախագահների մեջ։ Այն ինչ տարիներ շարունակ եղել է, ինչպես ասում են, բարակույրներից անդին, հիմա եկել է դեպի այսպես հրապարակային դաշտ եւ ամենավերջին վիրավորական խոսքերով բավական սուր մարդիկ, ովքեր 21-ին, 22-ին միասին ճանապարհ են գնացել Նիկոլ մերժելով, այսօր իրար դեմ են, իրար են մերժում։ Նիկոլին գցենք, որ ես գամ։ Նիկոլին գցենք, որ մյուսը գա։ Այսինքն Նիկոլին գցելու խնդիրը ինքը պատկերացնում է իր գալով։ Հա, աթոռակռիվ է այս։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ դրատպականի եթերում։ Հյուրս այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, հրավերս ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, արդեն 5 տարի է գրեթե ամեն օր եւ ամեն ժամ քաղաքական, հասարակական գործիչները, տարբեր փորձագետներ, տարբեր ոլորտների, հազար ու մի մարդիկ եւ ի վերջո նաեւ մեր ժողովուրդը խոսում են այն մասին, արտահայտում են այն անհանգստությունը, որ ԿՊ-ական իշխանությունը, նրա ղեկավար եւ այս պահին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքով մեր երկիրը տանում է կործանման։ Ավելին ասեմ, շեշտվում է նաեւ հետեւյալ հանգամանքը. Փաշինյանը եւ իր թիմը Հայաստանը բերում են մի այնպիսի իրավիճակի, որ անգամ եթե նոր իշխանությունները գան եւ իշխանափոխություն լինի եւ գան նորերը, գուցե նորերն անկարող լինեն վերականգնելու մեր երկիրը, վերադարձնելու մինչև 2018, հա, այդ ընթացքը, Արցախը վերադարձնելու։ Այսինքն մենք իսկապես կանգնած ենք հայա ոչնչացման, պետականության ոչնչացման, եթե չասեմ եզրին, ապա իսկապես բարդ իրավիճակ է։ Հիմա բնականաբար հարց է ծնվում, թե ինչպես պետք է հեռացնել այս իշխանությանը, որն աղետաբեր է, այսինքն ամեն օր եթե մենք ասում ենք, թե ինքը ինչ աղետներ է բերում եւ չենք գտնում բանալին նրա հեռացման, սա կնշանակի մենք լուրջ խնդիր ունենք մեր ներսում։ Վերջերս ես լսում եմ եւ այդ գաղափարի ակտիվ ջատագովը Նարեկ Մալյանն է նաեւ, ով խոսում է իմպիչմենտի շատ արագ կազմակերպման մասին։ Այսինքն նա շեշտում է, որ խորհրդարանական ուժերը պետք է շատ արագ ձեռնամուխ լինեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնելու այդ գործընթացը պիտի սկսեն։ Ես նախ ձեր կարծիքը կուզեմ որպես տարիների փորձառու քաղաքական գործիչ։ Ինչ է կարծում այդ դեղամիջոց է դա այս պահին իրավիճակի ելք կարող է համարվել իմպիչմենտը, որովհետև օրինակ Նարեկ Մալյանը դա համարում է միակ քայլը իշխանափոխության։ Խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, իսկապես իրավիճակը շատ բարդ է եւ լուծումներ են պահանջում, որովհետեւ մեր հասարակությունը անընդհատ լուծում է պահանջում հարցին, անընդհատ նկարագրել, թե ինչպիսի վատ իրավիճակում ենք, այսպես մի տեսակ մրցույթ է եւ բոլորը ամեն մեկը իր ձևով, իր պատկերացմամբ, իր աշխարհայացքով նկարագրում է այն հիվանդագին process-ը, որի մեջ մենք գտնվում ենք, բայց լուծում առաջարկողներ չկան։ Գիտեք, այսինքն կան, բայց քիչ են այդ մարդիկ կամ դեռևս լավ հասարակությունը այդ մասին լավ տեղեկացված չի։ Մենք քաղաքական ճգնաժամի մեջ ենք։ Մենք ունենք քաղաքական ճգնաժամ, շատ լուրջ եւ խորը քաղաքական ճգնաժամ։ Եվ եթե ինչ-որ մարդկանց թվում է, որ այսպես կոսմետիկ ինչ-որ բաներ անելով հնարավոր է իրավիճակը փոխել, կարծում եմ չարաչար սխալվում են։ Դրանք կամ լավ չեն պատկերացնում քաղաքական դաշտը, կամ ընդհանրապես քաղաքականությունից բան չեն հասկանում, կամ երրորդ տարբերակը, որ քիչ եմ հակված այդ ձևով մտածել, իրանք ուղղակի պատվեր են կատարում այլ ուժերի կողմից։ Իրանք ասելով դուք նկատի ունեք ընդդիմադիր հատվածի ուժերի։ Հիմա ասեմ ինչի մասին է խոսքը։ Այք քաղաքականությունը, որը ճգնաժամի մեջ է, պետք է
իրականացնեն քաղաքական ուժերը։ Մեր հասարակության մեջ շատերը չեն կարողանում տարբերել ինչա քաղաքական գործիչը, ինչա քաղաքագետը, ինչա քաղաքական վերլուծաբանը, քաղաքական լրագրողը, քաղտեխնոլոգները, դրանք տարբեր բաներ են, բոլորին մի բանի տակ են պատկերացնում։ Ասենք ինչ որ մի լրագրող նստած քաղաքական թեմաներից է խոսում, ժողովրդի պատկերացումով, քանի որ անդադ տեսնում են էկրանին, ժողովրդի պատկերացումներով ինքը հաշտ լուծողներից է։ Բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի, դա խաբկանք է, աշխարհում բոլոր երկրներում քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական գործիչները, լուրջ քաղաքական գործիչները։ Եվ եթե ոմն մեկը ինչ-որ մեկը կարող է ինչ-որ միտք արտահայտի, որի համար հետո պատասխան չտա, որովհետև ում առաջ պետք է պատասխան տան, կարող է ինչ-որ մի հատ աբսուրդ միտք ասի, կարող է խելացի միտք ասի, կարող է կիսախելացի մի բան ասի, բայց հետո ինքը դրա համար պատասխան չի տալու։ Քաղաքական գործիչները, կուսակցապետերը, նամանավանդ կուսակցապետերը, նրանք պատասխանատու են իրենց խոսքի առաջ, որովհետև կուսակցությունն է այդ ամեն ինչը ներկայացնում, եւ քաղաքական գործիքները դրանք քաղաքական կուսակցություններն են, որով պետք է զբաղվել քաղաքականությամբ։ Մնացածը մոլորություն է։ Ինչ որ մեկ ինչ որ բան է ասում, լավ ասեք։ Հիմա դա մեկը կլինի, ասենք, հոգևորական, մեկը կլինի լրագրող, մեկը կլինի անկապ մեկը, որը գեղեցիկ մտքեր է արտահայտում կամ լավ խոսում է սեր ունի խոսալու հետ, որովհետև շատ խոսալով չի էս գործը։ Էս խելացի պետք է լինել ու քաղաքականապես հաշվարկը ճիշտ անել։ Հիմա այդ առումով կարծում եմ, որ բոլոր այն հաշվարկները, որ փողոցով հնարավոր է այս իշխանությանը գցել, կարծում եմ այդ մեծ մոլորություն է։ Ոչ միայն փողոցով, պարոն Ավետիսյան, հիմա առաջարկվում է փողոց եւ խորհրդարանում համապատասխան իմպիչմենթի գործընթաց։ Ինչ իմպիչմենտի մասին։ Ստեղծվել է Արթունենք շարժումը եւ այդ շարժման անդամները առաջարկում են։ Հիմա եկեք դիտարկենք, հնարավոր է իմպիչմենտ, հնարավոր է, թե հնարավոր չէ, իրավական տեսանկյունից, հնարավոր է թե ոչ։ Տեսականորեն, իրավաբանորեն, տեսականորեն հնարավոր է։ Ինչու ուրեմն Բայց կոնկրետ հողի վրա, պրակտիկ քաղաքական դաշտում թող փորձեն դա անեն։ Ինչու չեն անում։ 5 տարի է խոսվում։ Չի կարա ստացվի։ Ինչու։ Իմ կարծիքն է դա, որովհետև չի կարա ստացվի, ես նոր դրա մասին եմ խոսում։ Ձայների քվեն է պակաս ըմբռնության։ Ես դրա մասին եմ խոսում, որ տեսականորեն հնարավոր է։ Ինչ է նշանակում իմպիչմենտ։ Իմպիչմենտ նշանակում է անվստահություն հայտնել գործով։ Հավաքում են 36 պատգամավոր, ստորագրում են եւ սկսում են գործընթաց։ Սկսեցին գործընթացը, ինչ է ալում գործընթացի արդյունքում։ Պետք է խորհրդարանը արտահայտի։ Նիստ է գումարվում 54 պատգամավորի։ Հետո ԿՊ-ն իր մեծամասնությամբ դեմ է քվեարկում ու վերջանում է թե։ Ահա, ես դա եմ ուզում ձեզանից ասել։ Հետո ինչ արնում։ Ասում են, պետք է աշխատել ԿՊ-ի հետ։ Հետո ժողովուրդը դուրս է գալի փողոց։ Զուգահեռ պիտի լինի դա։ Լավ, ժողովուրդը դուրս է գալի փողոց։ Մենք ժողովրդի փողոց դուրս գալու խնդիր չենք ունեցել։ Քանի տարի է ժողովուրդը դուրս է գալի փողոց ու տեղ վերջանում է։ Իմպիչմենտ չի արվել։ Մի րոպե, իմպիչմենտը դրա հետ կապ չունի։ Չէ, միացնել է պետք է երկուսը իրար։ Ժողովուրդը գալիս է պահանջում է։ Ենթադրենք, այսինքն դուք պատկերացնում եք, որ այնքան իրավական երկիր ենք մենք, որ ժողովուրդը դուրս է գալիս պահանջում է, դա կապ չունի, բայց որ պարլամենտում մի հատ փոքրամասնություն իմպիչմենտ կհայտարարի, հետո ժողովուրդը դուրս կգա, ինչ որ արդյունք է տալու դա։ Խորհրդարանը փողոցի ճնշմամբ հնարավոր չէ ներազդել։ Ես կարծում եմ, որ չէ, տեսականորեն հնարավոր է, բայց կոնկրետ պրակտիկ ոչ։ Այդ մարդկանց հետ եթե խոսեք, իրենք կասեն հետեւյալը, օրինակ, մենք ԿՊ-ի մեջ մարդիկ ունենք, կարելի է իրենց հետ աշխատել, բայց դա կներեք էլի, դա լուրջ չի, ես դրան լուրջ չեմ վերաբերվում եւ ավելի լուրջ բաների մասին խոսում։ Ինչու դուք կարծում եք, որ բոլոր ԿՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գրպանում են կամ այնքան շատ են կոմպրոմատները, որ գիտեք, չէ, բազմաթիվ անգամ ասել ենք, նաեւ լսել ենք, փակ քննարկումներում են իրենք ասում են, այնքան շատ է այդ կոմպրոմատները հավաքել Փաշինյանը իր ձեռքը, որ ճնշում է իր թիմակիցներին եւ բնականաբար իրենք չեն կարող գնալ։ Դուք այդ նկատի ունեք։ Եկեք sense խոսենք էլի, պայմանավորվենք, որ այո, ես կարծում եմ այդպես, բայց ուրեմն ճնշման տակ են միասին, թե սեր են արտահայտում միմյանց միասին են, թե ինչ որ փակ բաներ ունեն իրար նկատմամբ միասին, թե գաղափարապես են իրար հետ միասին, արդյունքը նույնն է։ Արդյունքը նույնն է, արդյունքը նա է, որ նրանք իրար հետ միասին են։ Եվ
այն հաշվարկները բոլոր, որ իրանք կտրովվեն, իրանք կպայթեն, դա ցույց է տալի, որ դա այդպես չի։ Տեսեք, նույնիսկ իրենց այն ամենայն կարկառուն անդամներից, որ հեռացրեցին, հանգիստ քվեարկեցին եւ այդ մարդկանց այն օրը գցեցին, նույնիսկ անձնական, գիտեք, հեռախոսային այդ բանը, այսինքն որևէ մեկը դա չդատապարտեց, դրանից ավելի միասնական թիմ եք ուզում, հետեւաբար դրա վրա հաշվարկ անելը կարծում եմ լուրջ չի։ Տեսեք, այդ առաջարկն անող մարդիկ, մասնավորաբար հենց վերջերս իմ հյուրներն Արեգ Բալյանը, ասում է դուք քայլն արեք, ընդդիմությանն է ասում, խորհրդարանական ընդդիմությանը։ Դուք քայլն արեք, մենք մի հատ տեսնենք ինչ է լինում։ Հնարավոր է, չէ, փողոցում ասենք այնքան շիկանալ լարվածությունը, ժողովրդի պահանջն այնքան ուժեղ ու համառ լինի, որ ընդդիմության մեջ այնուհանդերձ մարդիկ, ի վերջո մարդիկ են, չէ, կարող է ինչ որ մի պահի մտածեն, որ իսկապես գուցե դեմքով շրջվել է պետք այլևս դեպի ժողովուրդը։ Հա, մեջները ինչ որ մի բան կարող խլրտալ ինչ որ մի պահի։ Թե դա շատ ռոմանտիկ է այդպես մտածելը։ Իհարկե ռոմանտիկ է։ Հիմա ես ձեզ հարց տամ, իսկ ինչի դա չի արվում։ Իսկ ինչի չէր արվում։ Ինչու չի արվում։ Այսինքն ընդդիմությունը չի ուզում իշխանության անվստահություն հայտնի։ Եթե չի ուզում, ինչի է դուրս եկի փողոցները, ուժերը ծախսում, ռեսուրսները ծախսում, մարդկանց են ձերբակալում, այսինքն ուզում են, չէ՞։ Այդ հանգիստ բանը իմպիչմենտի հայտարարումը թող անեն, բախի չեն անում։ Նշանակում է բոլոր քաղաքական կուսակցությունները, լուրջ կուսակցությունները հասկանում են, որ դա անիմաստ ժամանակի վատնում է։ Ուղղակի ես կուզեի, որ մենք էլ ժամանակ չվատնենք, էլի։ Դրա վրա դուք համարում եք դա շոու է։ Չէ, չեմ համարում շոու է, դա պայքարի ձև է, բայց պրիմիտիվ է, այդ թվաբանությունն է։ Ես խոսում եմ բարձրագույն մաթեմատիկայի մասին։ Մենք մարդիկ խոսում են թվաբանության մասին։ Այդ թվաբանությունն էլ է կարևոր, բայց դա կարծիք, պարոն Ավետիսյան, ես հասկանում եմ ձեզ, բայց տեսեք կա կարծիք, որ այս ընդդիմությունը, այսպես իր կոմֆորտ վիճակի մեջ, իր շատ լավ հանգիստ զգում է, ամեն չորեքշաբթի մի քանի հարց է տալիս պարոն Փաշինյան, ձևակերպումներով պարոն Ալեն Սիմոնյան, պարոն չգիտեմ ինչ, հա, այսպես հարցեր է ուղում, հետո գնում է տուն։ Այսինքն մենք այնուհանդերձ չտեսանք այս ընդդիմությունից խորհրդարանական այն ակտիվ պայքարը, որ ակնկալում էինք 21 թվականին նրանց ձայներ տալով, համաձայն չեք։ Չտեսանք։ Տեսեք, մասամբ եմ համաձայն, տեսեք, ընդդիմությունը իսկապես պարլամենտում այդ տիտրոսային ընդդիմության մասին է խոսքը, ընդդիմությունը ինչ-որ քայլեր է փորձում անել, բայց այդ քայլերը հաջողություններ չեն ունենում։ Այդտեղ է ուզում հասկանանք, ինչու չեն ունենում։ Եթե մի բան մեկ անգամ արեցիք, երկու անգամ արեցիք, լավ 3 անգամ արեցիք, տեսակ չի ստացվում, ուրեմն պետք է հասկանալ, որ դա չստացվող թեմա է։ Գուցե վատ են անում իրենք, ճիշտ չեն անում իրենք։ Գուցե այդ անողները, այդ ցուցակները կազմելուց վատ են կազմել ցուցակները, անողները վատն են, չի ստացվում։ Գուցե այդպես, բայց հիմա հարցը դա չի։ Բայց շատ կարևոր է, պարոն Ավետիսյան, ներողություն եմ խնդրում, էլի, տեսեք, հասարակության մեջ էլ կա այս մտահոգությունը, նույնը կա քաղաքական արտախորհրդարանական դաշտում։ Իսկ գուցե խորհրդարանական ընդդիմադիրները մտել են արդեն համաձայնության մեջ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ գուցե նրանք պարզապես միասին են աշխատում, հնարավոր չի դա։ Որովհետև բերում էին քայլացնում էին 21 թվականից, հետո ասում էին գնացեք տուն, բա գործողությունը, բա գոնե դա գնար դառնար իմպիչմենտ, ոչ այն են անում, ոչ այն, կարող ենք մտածել, որ համագործակցում են։ Այդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, որովհետև ես նման ինֆորմացիա չունեմ, որ իրանք իրար հետ պայմանավորվել են։ Գուցե կարելի է ենթադրել, որ այդպիսի բան կարա լինի, բայց նորից եմ ասում, քաղաքական գործիչ չպետք է ենթադրություններով չառաջնորդվի, այլ կոնկրետ գործողություններով, կոնկրետ։ Ու այդ գործողությունները ինքը պետք է մի հատ դաշտը ուսումնասիրի, հասկանա, ինչը կարա արդյունք տա, ինչ ընդհանրապես արդյունք չի տա, ուղղակի ռեսուրսի վատնում կլինի։ Ժողովրդին պետք է հանել մի անգամ, եւ այդ մի անգամը պետք է ժողովուրդը գա ու այդ իշխանափոխության փաստը արձանագրի, ոչ թե ինքը դա իրականացնի, բոլոր քաղաքական գործիչների կամ այն մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական գործերով, գիտեք ինչ են մտածում։ Մտածում են ժողովրդին հանենք փողոց, հանեցինք փողոց, հետո ինչ է լինելու հետո։ Մենք մի քանի անգամ դա ունեցել ենք, մենք 17-ի շարժումն ենք ունեցել, փրկության շարժումը, որը շատ մեծ ժողովուրդ հանեց եւ եկավ, հասավ ինչ-որ մի
հարցի լուծման այդ հարցը փակվեց։ Ամենավերջինը, ամենաթարմը սրբազան շարժումն էր, որը բերեց ժամանակ տվեց, որ չեղավ, բան եւ այլը, այդ էլ մարեց։ Չէ, հենց նույն իմպիչմենտի ժամանակը տվեց, նորից խորհրդարանական ընդդիմադիրները ձախողեցին, չարեցին։ Այսինքն, տեսեք, այս գործողությունները անելը նշանակում է իզուր ռեսուրս վատնելը։ Լավ, եկեք խոսենք այն շարունակեք լավ։ Խոսքը պետք է գնա միասնական ընդդիմության մասին։ Ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական։ Այստեղ է շան գլուխը թաղված։ Ինչի միասնական չեն։ Որովհետև շատ կարևոր հարց է սա։ Ինչի միասնական չեն։ Հենց այդ հարցը լուծվեց, ես դրա պատասխանը գիտեմ։ Հիմա կբացեք փակագծերը։ Բայց հիմա չեմ ասի, որովհետև դա կասենք մեր համագումարին մի քանի օր հետո։ Ինչի չեն գնում այս քայլին, որպեսզի այդ միասնությունը ապահովեն եւ այդ միասնությունը բերելու հաղթանակի։ Շատ པարզ օրինակ ունեցանք վերջերս։ Երբ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ կոնկրետ Գյումրիում միասնական ընդդիմությունը հաղթեց։ Էլի դժվար է ասել հաղթեց, թե չէ, միասնական ընդդիմությունը, այսինքն ընդդիմադիր դաշտը հաղթեց։ Հենց որ միասնական դառնան, կունենան քաղաքապետ եւ իշխանություն։ Նույնը ամբողջ Հայաստանում է։ Բայց երբ որ չդարձան այդ միասնականը, տեսեք հիմա խաղեր են, չէ՞, խաղում տարբեր ուժեր, տալիս եմ, չեմ տալիս, երկու ձայն եմ տալիս, այսքան եմ տալիս, այնքան եմ տալիս։ Այսինքն երբ որ դուք գնում ես խաղերի, ինչպես ասում են, սատանի մայլեն քանդրբազ չեն խաղում, էլի։ Քանդրբազություն չեն անում։ Ամենամեծ սատանան այնտեղ նստած է։ Եվ այդ սատանայության մեջ փորձել ինչ-որ բաներ անել եւ օգուտ տանել, դա չի ստացվելու։ Նույնը Փողոսն է։ Փողոցի թագավորը, Փողոցի արքան, այո, ամենալավ պատկերացնողը, այսօր իշխանության գլուխը։ Այն մարդիկ, որոնք փորձում են փողոցով գալ, նրանք փողոցը չեն պատկերացնում, նրանք փողոցը չեն զգում։ Պետք է գնալ այն ճանապարհով, որտեղ հակառակորդը քաղաքական իրան լավ չի զգում այդտեղ։ Այդ ճանապարհով պետք է գնալ։ Բայց պիտի հասկանանք դա պրիմիտիվ բանը։ Դա համախմբումն է։ Միայն։ Համախմբումն է, բայց ինչի շուրջ մենք բացելու ենք ինչի շուրջ պետք է համախմբվել։ Այդ որ պետք է համախմբվել, դա միանշանակ է։ Բոլորը գիտեն, միացան հաղթանակը, չեն միանում պարտություն է։ Միանշանակ պարտություն է։ Բայց ինչի շուրջ համախմբվել, այդ շատ կարևոր բան է։ Դա կասենք օրակարգը։ Դա կասենք մեր համագումարին։ Բայց մինչև ձեր համագումարը մեր հարցազրույցն է այս պահին, պարոն Ավետիսյան։ Բնականաբար ես հարցազրույցի ժամանակ չեմ կարող բացել, որովհետև մեր մտքերը վերցնում են, աղավաղում են, հետո լավ, պարոն Ավետիսյան, այնուհանդերձ մենք հիմա հարցազրույցի մեջ ենք եւ մեր ձեր կարծիքը սիրով ուզում ենք լսել։ Մենք տեսնում ենք լուրջ հակասություն, դուք խոսում եք համախմբման մասին, բայց ակնհայտ է լրջագույն հակասություն երկրորդ եւ երրորդ նախագահների մեջ։ Ես պիտի իդեպ ասեմ, որ այս հակասությունը բոլորովին նոր բան չի, այլ բան է, որ դրսևորումն է նոր։ Այսինքն այն ինչ տարիներ շարունակ եփվել է, ինչպես ասում են, բարակույրներից անդին, հիմա եկել է դեպի այսպես հրապարակային դաշտ եւ ամենավերջին վիրավորական խոսքերով բավական սուր մարդիկ, ովքեր 21-ին, 22-ին միասին ճանապարհ են գնացել Նիկոլ մերժելով։ Այսօր իրար դեմ են, իրար են մերժում։ Դուք այս երևույթի անունը ինչ կդնեք եւ այս իրավիճակում, այս տրամաբանության, այս մթնոլորտում դուք կարծում եք, որ հնարավոր է լինի համախմբում։ Ապրեք, շատ ճիշտ եք ասում։ Ես դրա մասին եմ խոսում։ Եթե չկա այդ համախմբումը, ոչինչ չի ստացվի։ Իսկ ինչ եք երկրորդ եւ երրորդ նախագահների մասին ասում։ Ասենք երկրորդն ու առաջինը լավ են իրար հետ։ Իսկ առաջինն ու երրորդը լավ են իրար հետ։ Իսկ այս երեքը լավ են այն չորրորդի հետ, այն տուրիստը որ կար։ Կամ այդ բոլորը 5-րդի հետ լավ են։ Այսինքն խնդիր կա իրար հետ հարաբերվելու։ Այդ խնդիրը իրար հետ հարաբերվելու լուծվում է քաղաքական դաշտում իրավաբանական տեսանկյունից եթե վերցնեք, լուծվում է սահմանադրության միջոցով, այսինքն սահմանադրությունը ինքը այս գործող սահմանադրությունը ինքը պառակտիչ է։ Ինքը պառակտում է հասարակությանը։ Օրինակ, ես շատ հասարակ մի հատ օրինակ բերեմ։ Օրինակ, ինչ իմաստ ունի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները սարքել քաղաքական։ Եթե այնտեղ խոսքը վերաբերվում է աղբահանությանը, աղբը ոնց պետք է հանել։ Մեծ իմաստով էլի։ Այնտեղ աղբահանություն,
ջիջերի, բան եւ այլ կոմունալ խնդիրներ լուծել։ Այնտեղ քաղաքական հարց չի քննարկվում։ Բայց միշտ էպես է եղել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի օրոնք է դառնում քաղաքական։ Ավականին քաղաքական մարմին չի։ Եթե մի բան քաղաքական մարմին չի, ո՞նց է քաղաքական ընտրությունով բերում դարձնեք։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այսինքն քաղաքական կուսակցություններին բերում եք ավականի քաղաքական process-ով, որ գան ինչ անեն։ Գալիս են այնտեղ սկսում են իրար ուտել, քաղաքական process-ա սկսվում, որը քաղաքական չի, քաղաքականը պարլամենտն է։ Ավականին, ասենք քաղաքական կուսակցությունները գալիս են ավականի, որ քննարկեն քաղաքական խնդիրները Հայաստանի։ Պարզը չէ։ Հետևաբար Սահմանադրության այդ հարցը շատ սխալ հարց է։ Քաղաքական կուսակցություններին չի կարելի այնտեղ մտցնել ու պառակտել։ Այսինքն դա նշանակում է, որ Սահմանադրությունը ինքը իրանով խնդրեմը մեր հասարակության գլխին։ Սահմանադրությունը պետք է փոխել, բարեփոխել ավելի շուտ։ Պարոն Ավետյան, մի բան ասեցիք։ Մի հատ ավելացնեմ, որ հանկարծ չմտածեն, որ Նիկոլի ասած գաղափարին եմ։ Իդեպ Նիկոլը այս համակարգը չի ուզում փոխի։ Պարլամենտականը թողում է։ Ալիևի պահանջն է անում, հղումը հռչակագրին դա են հանում։ Մենք դրան դեմ ենք։ Պարոն Ավետյան, տարակ մեր հարցազրույցը մի փոքր այլ ուղղությամբ, բայց ես ուզում եմ այստեղ մի բանի անդրադառնալ, ասում եք թիմը քաղաքականացվեց։ Գիտեք, մենք տարիներ շարունակ, ինքս էլ որպես քաղաքական լրագրող, միշտ խոսել ենք այդ մասին, որ թիմ ընտրությունները միշտ եղել են այսպես անտեսված։ Չեք կարծում, որ հենց Նիկոլ Փաշինյանի օրոք եւ Նիկոլ Փաշինյանից ազատվելու այդ անհրաժեշտությամբ պայմանավորված է, որ թիմ ընտրությունները դառնում են քաղաքական։ Ինչու՞, որովհետեւ թիմերում, այդ տարածքային մարմիններում շատ կարևոր այդ օղակներ են, որտեղ ամեն մի կուսակցություն ակտիվ դերակատարումը պիտի ունենա, որպեսզի համապետական ընտրությունների ժամանակ Փաշինյանը իր հայտնի խաղերը չտա, ինչը տվեց Գյումրիում, ինչը տվեց Վանաձորում, ինչը Արագածոտնում, տարբեր տեղերում, այսինքն նա ամեն ինչ անում է թիմերում ունենալու իր սարիկները, այսպես ասեմ, ամեն ինչ անում է, ինչու, դա պատահական չէ, որպեսզի համապետական ընտրություններում այդ սարիկները բոլորը միասին օգնեն Փաշինյանի քվեի ապահովմանը, ահա թե ինչու են թիմ ընտրությունները վերածում քաղաքականի, այդպես չէ, համաձայն չեք այդ առումով։ Այո, համաձայն եմ, որովհետև սահմանադրությունն է դա թելադրում։ Սահմանադրությունը ասում է, որ տես պետք է լինի։ Իսկ եթե անհատական ընտրություններ լինի, ասենք ով քաղաքի համար ավելի լավ աշխատանքներ կկազմակերպի, անհատական թող տնեին անցնեին։ Այսինքն ինչ իմաստ ունի կուսակցություններին տանել մտցնել ավականիներ։ Այսինքն ձեր ասածը այդտեղ իմիջիալոց ունես չի որ Նիկոլի մեղքը չի դա։ Սահմանադրությունն է այդպեսին։ Եվ ինքն էլ օգտվում է բոլոր այն հնարավորություններից, որ տալիս է այս չկայացած սահմանադրությունը։ Հասկանալի է, բայց հիմա այսպես նաև պիտի խնդրեմ, քանի որ մենք անդրադարձանք Գյումրիին, կխնդրեմ նաև ձեր գնահատականը տաք, ի վերջո ընդդիմությունը իսկապես դուք կարծում եք հաղթանակեց։ Երեք ես լսում էի Գյումրիի մարզպետի խոսքը, բավական այսպես վստահ, համարձակ, ասում էր հաղթանակը մերն է, նկատի ունի ՔՊԻ-ը, ասում է Սարիկ Մինասյանը հաղթել է, նա 17200 ձայն է ստացել, մի բան, որ նախորդ ընտրություններում, նախորդ քաղաքապետի ընտրություններում այդքան ձայն չէր հավաքել, հետևաբար ՔՊ-ն հաղթել է եւ ասում է սպասեք, կտեսնեք, առջևում ապրիլի 16-ն է, կհամոզվեք, որ Սարիկ Մինասյանը հաղթել է, մեզ ինչ նոր զարգացումներ կամ ինչ նոր խաղեր են սպասվում։ Նորից գանք սահմանադրության, այդ ամեն ինչը կապված է նաև սահմանադրությունից, ընտրական համակարգից եւ այլն։ Հիմա տեսեք, եթե մի մայրաքաղաքում կարա 9%-անոց է դառնա քաղաքապետ, հայրաքաղաքում չի կարա 34%-անոց է դառնա քաղաքապետ, կարա։ Տեսականորեն կարող է այդպես լինի, եթե նորից ընդդիմությունը միասնական չեղավ։ Ընդդիմության մեջից ինչ որ մարդիկ խաղեր տվեցին եւ այլն, դա այդպես կլինի։ Իսկ որ դրա նշանները կան, դա փաստ է։ Հիմա կաշխատեն դրանց վրա, այդպիսի մի իրավիճակ կստացվի։ Այսինքն ընդդիմությունը պետք է միասնական լինի եւ այդ միասնական ընդդիմությունը կհաղթի։ Վաղն էլ գնալու ենք խորհրդարանական ընտրությունների, նույն պատմությունը կրկնվելու ավելի մեծ հնարավորություններով արդեն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Հետևաբար, այդտեղ պետք է հասկանալ մի բան, որ այս ձևով ընտրությունները անցկացնել, այս մթնոլորտում հնարավոր չի։ Նայեք, ընտրությունները բաղկացած են 3 մասից։ Նախընտրական պայքար, բուն ընտրական պայքարը
ընտրությունները, քվեարկությունը, այսինքն, եւ յետնտրականը։ Հայաստանում բոլոր երեքը խախտվում են։ Մեկը շատ, մեկը քիչ, բայց բոլորը խախտվում են։ Այս իշխանության օրոք, օրինակ նախորդների ժամանակ առաջի երկուսն էր խախտվում։ Երրորդը հանգիստ էր։ Ով հաղթում էր, ասում էին լավ, դե հաղթել է, վերջ, թող մնա տենց։ Այս սրա դեպքում տենց չի, առաջնում էլ է խախտվում, երկրորդում էլ է խախտվում։ Երկրորդում իհարկե մի քիչ քվեարկության օրը, բայց երրորդը կատաստրոֆիկ է, որովհետեւ մարդը հաղթում է, տանում նստացնում են մարդուն։ Սա կատաստրոֆա է։ Սա ակնհայտ փաստեր է, ես նորություններ չեմ ասում, ուղղակի փաստերն եմ ասում, որ ինչն է, ինչի մասին է խոսքը։ Այս իշխանությունը քվեարկությունով, թղթով, այլ ձևերով հանգիստ իշխանությունը տվող չի։ Սա պետքա փաստել։ Այս իշխանությունը պետքա վերցնել, պետքա ուղարկել իրենց հանգստի այլ ճանապարհով։ Այլ ճանապարհով մենք խոսենք մեր համագումարի ժամանակ։ Այսինքն դուք ունեք, պարոն Ավետիսյան, բանաձև, բանալի, չգիտեմ, այսինքն մոդել, գործիքակազմ սրանց հեռացնելու, որը տարբերվում է առ այսօր։ Մենք շատ հստակ ունենք։ Առ այսօր իրականացվածից տարբերվում է։ Մինչև այսօր ամբողջ մեր պատմության մեջ նման մոտեցում չի եղել։ Հիմա այդ մոտեցումը մեր հայրենակիցը մեր հետ միասին այդ ծրագիրը տվել է եւ այդ ծրագրով ակնհայտ երևում է, որ այդ ծրագիրը ստացվելու է ու դա փրկությունն է լինելու մեր։ Դուք չեք ուզում դեռ բացել, լավ հասկացա։ Իհարկե չեմ ուզում բացեմ, բայց ուզում եք ինտրիգը պահել ձեր համագումարի ժամանակ այդ մասին կասենք։ Դուք արդեն բոլոր շահագրգռում եք, որ գանք մասնակցեք։ Ապրիլի 27-ին։ Սա եղավ նաև հրավեր եւ մեզ եւ նաև մյուս բոլոր մեր հեռուստադիտողներին։ Շատ լավ, բայց շատ կարևոր է, որ դուք գտել եք ինչ-որ մի գործիքակազմ իրավիճակ փոխելու։ Անընդհատ շեշտում եք համերաշխության հանգամանքը, շատ եւ ճիշտ եք անում, համախմբման նկատի ունեմ, ընդդիմադիր, որովհետեւ առ այսօր միշտ դա է շեշտվել։ Բայց հիմա այն ինչ որ մենք տեսնում ենք երկրորդ, երրորդ, դուք նաեւ ավելացրեցիք առաջին, երրորդ, առաջին, երկրորդ, նախագաների հետ հարաբերություններում ոչ առողջ մթնոլորտը, սա տանում է անընդհատ լարվածության եւ բացի սահմանադրության խութերից նաև ինքնին դառնում է խութ այդ համախմբման համար, այսինքն ընդդիմադիր հատվածը, եկեք դուք եք եղել այդ շարժման ամբողջ այդ ընթացքներում եղել եք, փողոցում եք պայքարը միասին եղել ենք այդ բոլոր, այսպես ասած, բարիկադներում, չի հաջողել հենց այդ պատճառով, որ չի եղել այդ հստակ համախմբումը, ինչ որ մի պահի հիշում եք 17 գումարած 1 թե 18 կուսակցությունների համախմբում կար, որ այդպես էլ չկայացավ։ Այդտեղ էր հիմքում անհամախմբվածությունը։ Նայեք, 17-ին մենք մասնակցել ենք 17 կուսակցություններին, այդ փրկության շարժումը, մենք մասնակցել ենք, ինքը շատ մեծ դեռևս 17-ի չափ ոչ ոք ժողովուրդ չի հավաքել, որովհետև 17 կուսակցություն բնականաբար միացել էին եւ process-ները զարգանում էին։ Եվ ոչ մի շարժման, փողոցային շարժման արդյունքում իշխանապողությունը այդքան մոտ չէր, բայց տեսեք ինչ եղավ, այդ 17-ը որոշվեց սարքել 6, 6-ը սարքել 3, 3-ը սարքվեց 0։ Ինչու արվեց։ Դե հիմա մարշվեց հատուկ միտումնավոր այդ ներուժը, հա։ Դե եթե 3 ինչ եմ ասում 3, այդ 3-ի մասին խոսալուց միշտ պետք է հասկանալ այդ 3 գլուխները, որոնք փորձում էին պահել իրենց ձեռքում։ Իրենց ձեռք չի տալիս, որ 17 քաղաքական ուժ հավաքվում է, միասնական որոշում է։ Եվ քանի որ չկար այն ծրագիրը, որ մենք հիմա 27-ին պետք է առաջարկենք, այդ 17-ը լուծարվեց։ Այս ծրագրի պարագայում, երբ որ 17 կամ 27 կամ 37-ը հավաքվի, ով համաձայն չի լինի, ինքը պետք է գնա իրան բարձր տեղից գցի ներքև։ Այսինքն դուք այնպեսի մի առաջարկ եք անելու, որ չհամաձայնության դեպքում հասարակությունը կտեսնի եւ կասի դու դավաճան ես օրինակ, հա։ Ինչպես ասում էր երրորդ նախագահը, ես ինձ կխփեմ, չէ՞։ Հա։ Հիշում եք, տենց մի հատ բան ասեց, որ եթե այդ վիճակում հայտնվեի, այսինքն քաղաքական առումով, քաղաքական իմաստով ինքնասպանություն պիտի գործեն բոլոր նրանք, ովքեր չմիանան, որտեղ դա անհնար է չմիանալ դրան։
Դե օրինակ մեկ գաղափար կար, ասում էին Նիկոլին հերացման շուրջ պիտի բոլորը միանան։ Այդ գաղափարից բարձր գաղափար է։ Ինձ մի ներքաշեք այդ բանի մեջ, որովհետև ես կարող եմ հանգարց մի հատ բառ ավելացեմ ու շատ մարդիկ ակաժները սրած հիմա սպասում են դրան։ Կգա ժամանակը կտեսնեք էլի, ամեն ինչ իր ժամանակին պետք է անի։ Հա, պարոն Ավետիսյան, ես չեմ ասում, որ ասեք, ուղղակի հարցը հետեւյալն է, բոլորը փորձում էին 5 տարի է պատերազմից գոնե հետո համախմբվել այդ նույն գաղափարի շուրջ, որ Նիկոլին պետք է հերացնենք, այսինքն դառնար դա մեկ ընդհանուր գաղափար։ Հետո մենք լսեցինք Հայաստան խմբակցության մի падգամավոր, անունը չտամ, բայց բոլորը լավ գիտեն, վեր կացավ ասեց, իսկ արդյոք ընդդիմության օրակարգում կա Փաշինյանին հերացնելու այդ օրակարգը կա, թե չկա, հարցական դրեց նա, այսինքն ստացվեց, որ չկա։ Նայեք, խնդիրը այն է, որ Նիկոլին գցեք, որ ինչը լինի։ Որ իշխանափոխություն լինի, սրանք հեռանան գաղտնորերը։ Այստեղ ամենակարևոր բաներից մեկն է։ Նիկոլին գցենք, որ ես գամ։ Նիկոլին գցենք, որ մյուսը գա։ Այսինքն Նիկոլին գցելու խնդիրը ինքը պատկերացնում է իր գալով։ Հա, աթոռակռիվ է, այսինքն։ Երբ որ Նիկոլին գցելը ինքը կպատկերացնի, որ ինքը կարա գա, բայց գալու են բոլոր նաև մյուսները, այդ ժամանակ անձնականը անցնելու է երկրորդ պլան ու այդ ժամանակ ազգային շահն է գալու։ Գիտեք, հասարակությանը չի կարելի պառակտել։ Այսօր ցավոք սրտի բոլոր այն քաղաքական, պետական գործիչները, որոնք լծակներ ունեն, աշխատում են այդ ուղղությամբ, ոնց պառակտեն հասարակությանը։ Դա ոնց որ մեր թշնամիների բանը լինի, հզորությունը։ Ալիևը զենքով չի է հզոր։ Ալիևը նրանով է հզոր, եթե զենքերը դնեք համեմատեք, գուցե ստացվի, որ մենք հավասար ենք կամ մենք նույնիսկ մի քիչ ավել ենք։ Բայց քանի որ իրանց մոտ կեղծ միասնությունը կա, գոնե կեղծ միասնություն կա, հաղթանակ եղավ։ Իսկ մեր մոտ պառակտումը գնաց, պառակտում, հասարակությանը պառակտեցին։ Այսօր բոլորը զբաղված են այդ գործով, հենց տեսնում են ինչ որ բան անում, ստացվում է, սկսում են պառակտել հասարակությանը։ Այսինքն դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մենաշնորհն է, այլ դառել է բոլորի մենաշնորհը, սև ու սպիտակ, նախկիններ կա։ Հələ մի հատ առանցին դրեք, ելույթները լսեք։ Տեսեք մի հատ միավորող ելույթ կգտնեք, բոլորը պառակտում են։ Բանը հասավ ցավոք սրտի եկեղեցի, հոգևորականներն են սկսել արդեն պառակտել։ Հոգևորականները, թե հոգևորականներին են սկսել թիրախավորել աղագեղծ քննադատության համար։ Հասկացա, բայց հոգևորականը չպետք է ներքաշվի պառակտումների մեջ։ Գիտեք, սենց է կարգը։ Նախ երկրի ղեկավարը, սկսենք երկրի ղեկավարից։ Երկրի ղեկավարը, երբ որ դու արդեն դառնում ես երկրի ղեկավար, դու բոլորի նախագահն ես, դու բոլորի վարչապետն ես։ Գիտեք, չի կարա տենց լինի, որ երկիրը կիսել մի մասի, ասել ես այսքանի վարչապետն եմ, այսքանը լավ եք ապրում, մնացածի հերնել անիծած։ Այդտենց չի, հենց այդտենց արեցիր, դառնում ես Նիկոլ։ Պետք է լինես բոլորինը։ Իսկ հոգևորականի հետ կապված, ընդհանրապես հոգևորականի համար քաղաքական տարանջատումներ, տարաձայնություններ, չէ՞ որ մենք այդ հոտը միասնական է։ Մեր հովիվը ամբողջ հոտին է տիրություն անում։ Մեկը սենց է մտածում, մեկը նենց է մտածում, մեկը նենց է մտածում, իր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ բոլորի մտածածը բերել միտեղ։ Եվ եթե հնարավոր է նենց անել, իրար սիրելով անեն դա։ Ստիպողաբար, բայց սիրելով ստիպել։ Այդ համերաշխության մթնոլորտում անել։ Մտքերը այդ ժամանակ է ճիշտ լինում։ Երբ որ իրար ատում են, թշնամություն է իրար մեջ, բոլորը մտածում են ոնց մեկը մեկին ոչնչացնի։ Իսկ դրսից նստած մեր թշնամիները դրա վրա ուրախանում են։ Պարոն Ավետիսյան, ինչպես եք դուք վերաբերում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դեմ այս արշավին, հա, որտեղ Միքայել Սրբազանը մի դեպքում ամիսներ առաջ էր, դեռ անցած տարվա ընթացքում էր, քննադատեց Ռոբերտ Քոչարյանին նրա թիմին, հետո քննադատեց Սերժ Սարգսյանի թիմին, եւ մենք տեսնում ենք, եւ ամեն մեկին, երբ որ քննադատում է, թիմերը սկսում են հարվածել վիրավորական խոսքով Սրբազանին։ Մենք հիմա ինչի մասին ենք խոսում։ Տեսեք, մենք միշտ նկատում ենք, որ այդ դերը եկեղեցին տրորելու, ծնկի բերելու, հիշում եք, չէ՞, հոգևորականներին ծնկի բերելու հայտարարություններ անում էր Փաշինյանը։ Հիմա մենք բոլորս իջնում ենք, այդ մարդիկ իջնում են
Փաշինյանի ՔՊ-ի մակարդակին թիրախավորելով Սրբազանին, հա, չեն ընդունում, բայց այդպես պիտի վիրավորել, դա նորմալ երևույթ է։ Գիտեք, որովհետև հոգևոր մասը թողենք մի կողմ, բայց մեր երկիրը այն կարգի ճգնաժամի մեջ է քաղաքական, այն կարգի ճգնաժամի մեջ է, որ դա սրբազանների մակարդակի գործ չի։ Ինչու ոչ։ Սրբազանի մակարդակի գործ չի, դա վեհափառ հայրապետի մակարդակ է արդեն։ Վեհափառ հայրապետը պիտի խոսի։ Սրբազանը չի կարա խոսա։ Սրբազանը կարա այսպես վիճակում կհայտնվի, ինքը կարծիք կասի ու այդ կարծիքի համար կսկսեն իրան խփել։ Իրան խփելով խփում են եկեղեցուն, խփում են մեր հավատին, սկսում են պառակտել։ Դրա արդյունքում օգտվում են աղանդները եւ այլը ու շարունակվում այսպես։ Հետեւաբար պետք է կանգնել, կանգ առնել քաղաքական գործիչները, գիտեք, իրանք ամեն մի հնարավոր առիթով փորձում են ինչ-որ դիվիդենդներ շահեն, իրանց ծրագիրը առաջ տանեն, իրանց սխալը արդարացնեն, բայց հոգևորականը չի պետք է մտնի այդտեղ այդ դաշտում իրանց այդ քաղաքական պայքարի, քաղաքական խոսակցության բարոյախրատական կարող է, բայց նորից եմ ասում, սրբազանի մակարդակի գործ չէ։ Սրբազանից բարձր վեհափառ հայրապետ։ Բայց վեհափառ հայրապետը եւս 1 տարի առաջ, հա, կամ 2 հստակ հանդես եկել հայտարարությամբ, կոչ արել Նիկոլ Փաշինյանին նաեւ հեռանալ, շատ հստակ է գրված, թե ինչ աղետների է հանգեցնում Փաշինյանն իր քաղաքական կառավարմամբ։ Այսինքն ասվել է խոսքը։ Գիտեք, ասվելը քիչ է։ Ինչ ակնկալենք մեր եկեղեցուց։ Տեսեք, գործողություն։ Տեսեք, ի՞նչ է նշանակում ասվելա։ Ասվելա, ասենք մի անգամ ասեցիք ժողովուրդ դարձեք քրիստոնյա, դարձավ ժողովուրդը։ Քրիստոնեությունը դաժան ճանապարհ է։ Պետք է հետևողական գնալ։ Եվ եթե մի փոքր հավատ ունեք, որ այդ հարցը կլուծվի, պետք է գնալ։ Դրա համար պետք է լսել։ Մենք այն քաղաքական ուժերից ենք, որ ամենաառաջիններից էինք, որ այդ թեման բարձրացրեցինք, որպեսզի վեհափառը կոնդակով հանդես գա, բան եւ այլ։ Բայց պետք է իմանաս ինչ պետք է անես։ Եթե քայլը անում ես, երկրորդ քայլը չգիտես, ամոթ չի, պետք է հարցնել, այն բա երկրորդ քայլը որն էր։ Հա դիմեցինք, հետո այդ դուք չէիք ասում, որ ինձ էին ասում էին սրանք իրար կողք նստող չեն։ Պարզվեց նստեցին։ Քայլը արեք, հետո կտեսնեք, կնստեն թե չեն նստի։ Հիմա դուք հրավիրում եք ընդամենը այդ ուժերին։ Հրավիրեք նաև Նիկոլ Փաշինյանին, ինչ եղել։ Հրավիրեք իրան, հրավիրեք այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են ծառայելու, պատրաստ են իրանց գաղափարները ներդնելու այս ամեն ինչի մեջ։ Բայց դուք չեք գնում այդ ճանապարհով, դուք գնում եք էլի սրա միջից մի հատ ինչ-որ բան փոկել, ահա, էսի չգա որտեվ սենց կլինի, այնի չգա որտեվ այնց կլինի, մենք չթողնենք հանգարց դաշտը ուրիշ ուժերի բան, ժողովրդին անընդհատ հրամցնենք այս 3-4-ին ու ժողովուրդը թող սրանց մեջ ընտրություն անի, որը սխալ է։ Կարան 3-4-ը իրար հետ սխալ են։ 5-րդ, 6-րդին պետք է գտնել։ Այսինքն դուք կարծում եք, որ հիմա եկեղեցին տվյալ դեպքում վեհափառը ինչ պիտի անի, պիտի դիմի 3-4, հա, 4-ին, ասեն եկեք ընդ որում բանավեճի մասին էին խոսում, եւ մենք տեսանք առաջի, երկրորդ, երրորդ նախագահները ինչպես մերժեցին բանավեճ, ասեցին բանավեճը իրար հետ պետք է չլինի, հա։ Բանավեճը այտենց հերրակա իրար հետ պետք է չլինի, Բանավեճը առաջարկ պիտի անի վեհափառը, նստեք կլոր սեղանի շուրջ, 4-ը, եւ երկիրը դուրս բերեք, երբ որ իրենք լրիվ տարբեր են մտածում։ Հնարավոր պատկերացնեք, ասենք այդ տարբեր մտածելու համար մենք առաջարկելու ենք այն ծրագիրը, որ այդ տարբեր մտածելը ոնց կարա մի նպատակի ծառայի։ Էլի տարբեր մտածեք, էլի տարբեր, ով ասում որ պետքա բոլորդ նույնը լինենք, բայց այդ տարբեր մտածողությունները կարա մի տեղ գնա, մի ուղղությամբ գնա, այդ ուղղությունը պետքա։ Դրա համար եմ ասում, որ եթե մեկը դրանից կհրաժարվի, ուրեմն կամ ինքը վերջը։ Լավ, սպասենք ձեր համագումարին, ես հասկանում եմ, որ դուք մտքով նաև հողում եք տալիս համագումարին հնարավոր հնչեցվող է ձեր գաղափարը, իսկ վեհափառ հայրապետի պահը, խնդրում եմ, այս պահը շատ ուշադիր լինենք, որովհետև նորից եմ կրկնում, սա սրբազանի մակարդակի գործ չի։
Բայց Սրբազանը իրավունք չունի կարծիք հայտնելու եւ ասեց, քանի դեռ որևէ քաղաքական ուժի հետևում երևում է երկրորդ, երրորդ նախագահների ականջները, դա պրավալ է լինելու։ Բայց չէ, տեսեք, ինքը գնահատականներ է տալիս, բոլորն իրավունք ունեն մասնակցելու քաղաքական գործունեության, այդ թվում նաեւ երրորդ նախագահ, երկրորդ նախագահ, առաջին նախագահ բոլորը։ Բայց եթե դու Սրբազան ես, քո կշիռը, այսպես ասենք, էլի, քո կշիռը չի կարա բավարարի, քո կշիռը կարա բավարարի օրինակ Շիրակի մարզում ազդեցություն ունենալու համար տեղական ինքնակառավարման բան եւ այլն, բայց համահայկական խնդիրը դրված, հայ ազգի խնդիրն է դրված, հայ ազգի խնդիրը վեհապար հայրապետի մակարդակով ու ամբողջ կազմը պետք է աշխատի, որ այս վիճակից դուրս գանք։ Եթե մենք կորցրեցինք Հայաստանը, կներեք, բայց Էջմիածինը ում է պետք լինելու։ Հասկանաք, մենք պարոն Ավետիսյան, դուք առաջարկում եք հետեւյալը, մենք այնքան ծանրագույն վիճակում ենք, համազգային համախմբում է պետք, որի մի ծանր տեղում նստած կլինի վեհապարը, այսինքն հայոց եկեղեցին, եւ ներկայացված կլինեն նաեւ քաղաքական լուրջ ուժերը երկիրը այս վիճակից նաեւ երկու կաթողիկոսները թող նստեն սեղանի շուրջ, հայ մարդիկ են, ի՞նչն է խնդիրը։ Հա, բայց թող հայ ու թուրքի բան չի, խոսակցություն չի, հայ մարդիկ են, նստելու են իրար հետ, խոսեն, մեկը ասի, ես սենց եմ պատկերացնում, ես նենց եմ պատկերացնում, մյուսն էլ կասի, լսի, բայց մտածում եմ, որ դու սենց էիր մտածում ես հարցի շուրջ։ Բայց դուք իսկապես համերաշխություն կուսակցության ղեկավարն եք։ Դուք մտածում եք համերաշխության տրամաբանությամբ, բայց պատկերացնել տեսականորեն հնարավոր է, բայց իրականում հնարավոր է տեսնել Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Քոչարյան, առաջին նախագահ, հա, որ նստեն սենց հանգիստ ասեն, իրանք անընդհատ ինչ-որ գոնե թե արտակուս, գուցե արտակուս թե այդ ձևը, որ իրանք անընդհատ այսպես իբր հակասությունների մեջ են, գուցե իսկապես հնարավոր է։ Կա խնդիրը պետք է քննարկել, ընդունել որոշում եւ իրականացնել այդ խնդիրը։ Շատ լավ, եւ կուզեի ավարտենք մեր հարցազրույցը, դուք ինչ եք ակնկալում 2026 ընթացքը գնում է դեպի ընտրություններ, թե հնարավոր են այնուհանդերձ այնպիսի իրավիճակ շրջադարձային փոփոխություններ, որ մենք ունենանք արտահերթ ընտրությունների։ Դեպ հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում, վերջին ասուլիսում փաստորեն պարզ ասեց, որ իրենց թիմը պատրաստվում է 2026-ին։ Այստեղ էլ շատ ուժեր հակադրվեցին, այսինքն ինչ է նշանակում, մենք համբերելու ենք մինչև 26-ը, թեպետ արդեն մեր, ինչպես ասում են, քթիտակ է ժամանակը։ Տեսեք, նախ 26-ը սարերի հետևում չի, մեկ, երկրորդը քաղաքական ուժերը բնականաբար իշխանափոխությունը գոնե խոսակցական իմաստով պետք է ասել, որ քաղաքական կուսակցությունները պատրաստվում են ընտրությունների։ Ամեն հաջորդ ընտրության հաջորդ օրը քաղաքական կուսակցությունը պետք է պատրաստվի ընտրությունների։ Այդ առումով Քոչարյանը շատ ճիշտ է ասել եւ բնականաբար իր քաղաքական ուժերը իր կողքի կամ իր հետ միասնական բան կազմողները պետք է պատրաստվեն ընտրություն, ինչպես բոլոր կուսակցությունները, քաղաքական կուսակցությունները նրա համար չի, որ քաղաքացիական պատերազմներ սարքեն երկրում։ Նրա համար են, որ պատրաստվեն ընտրությունների։ Խելացի մտքեր ասել եւ պատրաստվել ընտրությունների։ Եվ ժողովրդի մոտ պետք է գնալ ու բացատրել, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է։ Ինչ ուզում եք ասեք, բայց ժողովուրդը իր մեծամասնության մեջ նկատի ունեմ, ինքը լավ հասկանում է, ինքը լավ պատկերացնում է։ Գիտեք, չեն գնում ինչ-որ մարդկանց հետևից, որովհետեւ ժողովուրդը մի քանի քայլ ենկոմ է նայում։ Առաջի 1, 2, 3-րդ քայլում տեսնում է, որ մատ է լինելու։ Դրա համար ասում է ավելի լավ է, այսի սխալ ձև է, չգնանք։ Իսկ կա մի հատ ձև, որը տալիս է հնարավորություն, որը մտածի մարդը իր խելքով ասի, սա հնարավոր է։ Այո, կա։ Պարոն Ավետիսյան, ժողովուրդը նաև չի գնում, որովհետև այլ ընտրանք չի տեսնում։ Այո։ Մեկ եւ երկրորդը նաև չի լսում, այդպես էլ 5 տարի է, ասում են ով է առաջնորդը։ Խուսափում են նաև այդ նույն ընդդիմադիր ուժերը առաջնորդի անուն տալ։ Իսկ ժողովուրդը սիրում է լսել, ով է լինելու իր առաջնորդը, այդպես է, չէ՞։ Ամսի 27-ին մենք կտանք այդ հարցի պատասխանը եւ ճանապարհը ցույց կտանք, ոնց կարելի է դա անել։ Ես կարծում եմ այլևս անիմաստ է ես հիմա հարցազրույցը շարունակեմ, որովհետեւ մենք սրտատրոփ սպասենք ամսի 27-ին, սիրով կմասնակցենք եւ կլսենք նաև ձեր առաջարկները, կարծում եմ համերաշխությունը ինչ որ հետաքրքիր
բում է բերելու, որքան արդեն հասկանում եմ ձեր պատասխաններից, հետաքրքիր առաջարկներով է հանդես գալու։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, տեսնենք ինչ կասեք, ինչպես կվերափոխվի ձեր համագումարից հետո իրավիճակը, գուցեև իսկապես բանալի առաջարկեք իրավիճակի փոփոխության։ Շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Վերհիշեցնեմ, հյուրս այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն էր, լավ եղեք, կհանդիպենք։